Մի այրացած հայր խորանում է վշտի մեջ, կորցնելով կնոջը երկվորյակների ծննդաբերության ժամանակ չկարողանալով կապ հաստատել երեխաների հետ։ Երբ անսպասելի խնամակալ է հայտնվում իր անկեղծ հույզերով նվաճում է փոքրերին, տունը կրկին լցվում է կյանքով։ Բայց օգնություն ձացրած մի սպառնալիք փորձում է ոչնչացնել այս նոր սկիզբը, ինչ բացահայտված գաղտնիքը ամեն ինչ փոխում է։ Նախքան այս պատմությունը սկսելը, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, հավանել տեսանյութը, ինչը շատ կարևոր է մեզ համար, ասացեք, թե որ քաղաքից եք դիտում այս պատմությունը։ Երանյան երեկոյի մթնշաղում կենտրոնի առանձնատունը լքված տան տպավորություն էր թողնում, թե դրա բնակիչները դեռ ապրում էին յուրաքանչյուր սենյակում։ Էդգար Մանուկյանը մարմարե միջանցքներով քայլում էր իր իսկ կյանքի ուրվականի պես, նրա քայլերի արձագանքը դատարկ հնչում էր պատերի միջ, որոնք մի ժամանակ թրթռում էին ծիծաղից ու ապագայի ծրագրերից։ 3 ամիս էր անցել, ինչ Կարինեն հեռացել էր, իր հետից թողնելով 2 փոքրիկ էակների, որոնք աշխարհ եկան հենց այն պահին, երբ նա հրաժեշտ էր տալիս աշխարհին։ Երկվորյակները, Գաբրիելն ու Միքայելը, իրենց մոր կատարյալ կրկնօրինակն էին։ Նույն խորը շագանակագույն աչքերը, քթի նույն նուրբ գիծը, հոնքերը կիտելու նույն ձը, երբ ինչ-որ բան նրանց անհանգստացնում էր։ Բայց Էդգարի համար նրանց նայելը նման էր մեղքի զգացումի կարոտի անհատակ ջրհորի մեջ սուզվելուն։ Ինչպես կարող էր սիրել այդ փոքրիկներին, երբ նրանց դեմքի յուրաքանչյուր գիծ հիշեցնում էր, որ Կարինեն այլս այստեղ չէր, տեսնելու, թե ինչպես են նրանք մեծանում։ Նորածինների անդադար լացը դարձել էր այդ տան հիմնական հնչյունը։ Դա գիրք կամ սնունդ պահանջող նորածինների սովորական լաց չէր։ Դա ավելի խորն էր, ավելի հուսահատ, կարծես նրանք մոր բացակայությունը զգում էին ներքուստ անբացատրելի կերպով։ Էդգարը փորձում էր մոտենալ, գրկել նրանց, մխիթարական խոսքեր շշնջալ, բայց նրա ձեռքերն անհարմար էին թվում, ձայնը հեռավոր նույնիսկ իր համար։ Տղաները ոլորվում էին էլ ավելի բարձր լաց լինում, կարծես զգում էին, որ այդ կոտրված մարդը չի կարող տալ այն, ինչ իրենց պետք է։ 7 պրոֆեսիոնալ դայակ արդեն անցել էր այդ տնով։ Առաջինը տիկին Մարթան 15 օր դիմացավ, նախքան Էդգարին խոստովանելը, որ երբեք այսքան անմխիթար երեխաներ չի տեսել։ Երկրորդը Մարինե անունով փորձառու մի բուժքույր խոստացավ, որ համբերությամբ ու տեխնիկայով կլուծի իրավիճակը։ 3 շաբաթ դիմացավ, նախքան իր պարտությունն ընդունելը։ Մյուսները հաջորդում էին միմյանց, ստեղծված շուտով փլուզված հույսերի հիասթափեց։ Նող բարի մեջ։ Բոլորը գալիս էին վստահ, բոլորը հեռանում էին պարտված այդ մանկական տառապանքի առեղծվածից, որը ոչ մի տեխնիկական գիտելիք չէր կարողանում վերծանել։ Սեպտեմբերի մի անձրոտ 5 օր էր, երբ նա հայտնվեց։ Էդգարն իր աշխատասենյակում էր, կորած ընկերության թղթերի մեջ, որոնք հազիվ էր կարողանում կառավարել, երբ տնտեսուհի Հռիփսիմեն թակեց դուռը, դեմքին տարօրինակ արտահայտությամբ։ Պարոն Էդգար, մի երիտասարդ կին է եկել, ցանկանում է խոսել դայակի աշխատանքի մասին, ասաց Հռիփսիմեն, նրա ձայնի մեջ ինչ-որ բան ստիպեց Էդգարին հայացքը կտրել համակարգչից։ Հռիփսիմե, ես դեռ նոր հայտարարություն չեմ տվել։ Ինչպես է իմացել։ Չգիտեմ, պարոն։ Նա պարզապես ասաց, որ լսել է, թե ձեզ օգնություն է պետք տղաների հարցում։ Էդգարը հոգոց հանեց, ձեռքերն անցկացնելով չխնամված մազերի միջով։ Եվս մեկ թեկնածուց, մեկ հույս, որը կվերածվեր հիասթափության։ Բայց Հռիփսիմեի արտահայտության մեջ ինչ-որ բան հետաքրքրեց նրան։ Ընտանիքում աշխատելու իր 50-ից ավելի տարիների ընթացքում նա հազվադեպ էր անկեղծ զարմանք ցուցաբերում։ Թող ներս գա։ Երբ երիտասարդ կինը մտավ աշխատասենյակ, Էդգարը տարօրինակ ծանոթության զգացում ունեցավ, կարծես արդեն ճանաչում էր նրան մի տեղից, որը չէր կարողանում գտնել իր հիշողության մեջ։ Նա պետք է որ 28 տարեկան լիներ, բաց շագանակագույն մազերը հավաքված էին անփույթ կոկոնի մեջ, կանաչ աչքերը արտասովոր հանգստություն էին հաղորդում։ Նա թանկարժեք հագուստ կամ շպար չէր կրում, բայց նրա շարժումներում կար բնական նրբագեղություն, մի ներկայություն, որը լցնում էր տարածքն առանց ամբարտավանության։ Բարդ ձեզ, պարոն Մանուկյան։ Իմ անունը Անահիտ Սարգսյան է։ Լսել եմ, որ դուք մեկին եք փնտրում ձեր երեխաներին խնամելու համար։ Նրա ձայնը փափուկ էր, բայց հաստատուն։ Էդգարը ժեստով ցույց տվեց, որ նստի իր սեղանի դիմացի բազկաթոռին։ Օրիորդ Սարգսյան, պետք է զգուշացնեմ, որ սա պարզ իրավիճակ չէ։ Մենք արդեն մի քանի մասնագետ ենք ունեցել այստեղ, ոչ ոք չի կարողացել։ Էդգարը կանգ առավ նախադասության կեսին, հասկանալով, թե որքան հուսահատեցնող է դա հնչում։
Դուք ուզում էիք ասել, որ ոչ ոք չի կարողացել հանգստացնել երեխաներին, լրացրեց Անահիտը հասկացող ժպիտով։ Պատկերացնում եմ, թե որքան դժվար պետք է լինի բոլորի համար։ Երեխաները շատ ավելին են զգում, քան մենք պատկերացնում ենք։ Նրանք որսում են շրջապատի զգացմունքները, տխրությունը, վախը, կարոտը։ Երբեմն նրանց պետք է մեկը, ով հասկանում է այդ լեզուն։ Էդգարը զարմացավ այն բնականությամբ, որով նա խոսում էր զգացմունքների մասին։ Մյուս թեկնածուները միշտ կենտրոնանում էին տեխնիկաների, ժամանակացույցերի, մանկական խնամքի գիտական մեթոդների վրա։ Դուք փորձ ունեք դժվար իրավիճակների հետ։ Անահիտը մի պահ հայացքը իջեցրեց, Էդգարը տեսավ մի ստվեր, որն անցավ նրա կանաչ աչքերով։ Ես լքված լինելու փորձ ունեմ, պարոն Մանուկյան։ Գիտեմ, թե ինչ է նշանակում մեծանալ, զգալով, որ ինչ-որ էական բան պակասում է։ Եվ հավատում եմ, որ երբեմն նա, ով ապրել է պակասը, կարողանում է ճանաչել այդ նույն պակասը ուրիշների մեջ։ Այդ խոսքերի մեջ կար մի անկեղծություն, որը դիպավ Էդգարի կրծքում քնած ինչ-որ բանի։ Նախքան նա կկարողանար պատասխան մշակել, երկվորյակների լացը արձագանքեց միջանցքում, այն սրտաճմլիկ ձայնը, որը դարձել էր նրա օրերի ամենավատ պահը։ Նրանք լաց են լինում, ասաց Անահիտը, բնազդաբար ոտքի կանգնելով։ Նրանք միշտ են լաց լինում, պատասխանեց Էդգարը մի դառնությամբ, որը զարմացրեց իրեն։ Հռիփսիմեն երի փորձում է հանգստացնել նրանց, բայց կարող եմ տեսնել նրանց։ Հարցն այնքան պարզ տրվեց, որ Էդգարը չիմացավ, ինչպես մերժել։ Նրանք միասին քայլեցին միջանցքներով մինչ երեխաների սենյակ, որտեղ հռիփսիմեն Գաբրիելին օրորում էր գրկում, մինչ Միքայելը լաց էր լինում իր օրորոցում։ Երկու տղաների ձայնի հուսահատությունը սիրտ էր կոտրում։ Տիկին Հռիփսիմե, կարող եք Գաբրիելին ինձ տալ։ Հռիփսիմեն նայեց Էդգարին, ով գլխով արեց։ Զգուշությամբ նա լացող երեխային փոխանցեց Անահիտի ձեռքերը։ Այն, ինչ տեղի ունեցավ հետո, հակասում էր ցանկացած տրամաբանության, որ Էդգարը գիտեր։ Անահիտը Գաբրիելին բռնեց տպավորիչ բնականությամբ, կարծես հազարավոր անգամներ դա արած լիներ։ Բայց դա դեռ ամենը չէր։ Նա սկսեց շշնջալ խոսքեր, որոնք Էդգարը լիովին չէր կարողանում հասկանալ, փափուկ խոսքեր, ասված երեխայի ականջին շատ մոտ։ Նրա ձեռքերը դանդաղ շոյանքներով շարժվում էին երեխայի մեջքին, նրա շնչառությունը կարծես համաժամանակեցվում էր երեխայի շնչառության հետ։ Ես գիտեմ, սիրելիս, մրմնջում էր նա։ Ես գիտեմ, որ կարոտում ես։ Ես գիտեմ, որ փոքրիկ աշխարհը տարօրինակ է, տարբերվում է նրանից, ինչ պետք է լիներ։ Բայց դու մենակ չես, լքված չես։ Այստեղ մարդիկ կան, որոնք քեզ շատ են սիրում, նույնիսկ երբ թվում է, թե սերը անհետացել է։ Գաբրիելը, որը 2 ժամ անդադար լաց էր լինում, սկսեց հանգստանալ։ Սկզբում դրանք ընդհատվող հեկեկոցներ էին, հետո ավելի հանգիստ շնչառություն, մինչ որ բոլոր ներկաների զարմանքի ներքո նա ամբողջությամբ դադարեց լաց լինել։ Նրա փոքրիկ շագանակագույն աչքերը հարվեցին Անահիտի դեմքին մի ուշադրությամբ, որ Էդգարը երբեք չէր տեսել։ Միքայելը դեռ օրորոցում շարունակում էր լաց լինել, բայց նրա լացի ուժգնությունը նվազել էր, կարծես ուշադրություն էր դարձնում կողքին կատարվողին։ Հիմա քո հերթն է, փոքրիկս, ասաց Անահիտը, քայլելով դեպի Միքայելի օրորոցը, առանց Գաբրիելին բաց թողնելու։ Ինչ-որ կերպ նա կարողացավ վերցնել նա Միքայելին, 2 երեխաներին էլ գրկում պահելով մի հեշտությամբ, որն անհնարին էր թվում։ Եվ հետո մի կախարդական բան տեղի ունեցավ։ Միքայելը նույնպես հանգստացավ։ Նա ոչ միայն դադարեց լաց լինել, այլ ցույց տվեց մի բան, որ Էդգարը ամիսներ շարունակ չէր տեսել։ Ժպիտ։ Մի փոքրիկ, գրեթե աննկատ, բայց անկասկած ժպիտ։ Էդգարը զգաց, որ ոտքերը թուլանում են։ Հռիփսիմեն ձեռքը տարավ կրծքին, մրմնջալով մի կարճ աղոթք։ 3 մեծահասակները կանգնած էին բացարձակ լռության մեջ, կարծես ցանկացած շարժում կարող էր կոտրել այդ պահի հմայքը։ Ինչպե՞ս։ Սկսեց Էդգարը, բայց Անահիտը գլխի մեղմ շարժումով լռություն խնդրեց։ Նրանց պարզապես պետք էր իմանալ, որ ինչ-որ մեկը հասկանում է, շշնջաց նա։ Երեխաները բարդ չեն։ Նրանք մաքուր են։ Երբ զգում են, որ ինչ-որ մեկն իրապես տեսնում է իրենց, որ ինչ-որ մեկը ճանաչում է իրենց ցավը, նրանք հանձնվում են։ Էդգարը դիտում էր այդ անիրական տեսարանը։ Անահիտը մնաց այնտեղ մեղմորեն օրորելով 2 երեխաներին, շշնջալով քնքուշ խոսքեր, որոնք կարծես գրեթե գերբնական ուժ ունեին։ Գաբրիելը փակեց աչքերը քնեց։ Միքայելը շուտով հետեց նրան։
Աշխարհ գալուց ի վեր առաջին անգամ երկվորյակները քնեցին միաժամանակ խաղաղ, առանց այն տառապանքի արտահայտության, որից Էդգարը սովորել էր վախենալ։ Անահիտը մոտեցավ օրորոցներին ծայրահեղ նրբությամբ յուրաքանչյուր երեխային պառկեցրեց։ Նրանք շարունակեցին քնել, հանգիստ շնչելով այն խաղաղ արտահայտություններով, որոնք Էդգարը պատկերացնում էր, որ պետք է ունենային ծննդյան օրվանից։ «Օրիորդ Սարգսյան», ասաց Էդգարը, նրա ձայնն ավելի խռպոտ հնչեց, քան նա ակնկալում էր։ «Երբ կարող եք սկսել»։ «Կար»։ «Ող եմ հիմա սկսել, եթե թույլ տաք»։ Այդ գիշեր, ամիսների մեջ առաջին անգամ, լռություն տիրեց կենտրոնի առանձնատանը։ Բայց դա այն ծանր, ճնշող լռությունը չէր, որն Էդգարը սովորել էր ատել։ Դա խաղաղ լռություն էր, մի լռություն, որը հնարավորություններ էր խոստանում։ Էդգարն արթուն մնաց մինչ ուշ, ոչ թե իր երեխաների լացի պատճառով, այլ որովհետև չէր կարողանում դադարել մտածել այն հեշտության մասին, որով Անահիտը հասել էր մի բանի, ինչին ոչ մի փորձառու մասնագետ չէր հասել։ Նրա մեջ կար մի բան, որը գերազանցում էր տեխնիկաներն ու գիտելիքները։ Մի բան, որն ուղղակիորեն դիպչում էր նրան, ինչ երեխաներին պետք էր, անկեղծ հասկացողություն։ Երբ վերջապես քնեց, Էդգարը երազում տեսավ Կարինեին, առաջին անգամ առանց մղձավանջի։ Երազում նա ժպտում էր շշնջում ինչ-որ բան, որը նա լիովին չէր կարողանում լսել, բայց որը հնչում էր այսպես. «Նա եկավ, ինչպես խոստացել էի, որ կգա»։ Նա արթնացավ, չհասկանալով երազը, բայց զգալով, կնոջ հեռանալուց ի վեր առաջին անգամ, որ գուցե հույս կա այդ քայքայված ընտանիքի համար։ Անահիտ Սարգսյանը բերել էր մի բան, որ նրանցից ոչ ոք չգիտեր, որ փնտրում է անհնարին թվացող վերքերը բուժելու հնարավորությունը։ Նոր փուլի առաջին օրը նոր էր սկսվում, Էդգարը հազիվ թե կարողանար պատկերացնել, թե ինչպես այդ խորհրդավոր կինը կփոխեր ոչ միայն իր երեխաների կյանքը, այլ սիրո, կորստի նոր սկիզբների մասին իր սեփական հասկացողությունը։ Հաջորդող շաբաթները կենտրոնի առանձնատանը բերեցին մի փոփոխություն, որը որքան աստիճանական էր, այնքան էլ խորը։ Էդգարն ամեն օր արթնանում էր, ակնկալելով լսել երկվորյակների հուսահատ լացը, բայց նրան դիմավորում էին ձայներ, որոնց գոյությունը նա մոռացել էր, ուրախ թոթովանքներ, մեղմ քրքիջներ, ամենատպավորիչը՝ գոհ երեխաների հարմարավետ լռությունը։ Անահիտը տեղավորվել էր երեխաների սենյակի մոտ գտնվող հյուրասենյակում, նրա ներկայությունը կարծես մի տարբեր էներգիա էր ճառագում ամբողջ տանը։ Նա ոչ միայն խնամում էր երեխաներին, նա հասկանում էր նրանց մի ձով, որը հակասում էր ցանկացած տրամաբանական բացատրության։ Երբ Գաբրիելը կեսգիշերին արթնանում էր, նա բնազդաբար գիտեր, նա քաղցած է, քունը տանում է, թե պարզապես իր է ուզում։ Միքայելը, ավելի զգայուն լացկան, հանգստանում էր միայն նրա ձայնի հնչյունից, երբ նա մեղմ երգում էր երգեր, որոնք Էդգարը երբեք չէր լսել։ «Որտեղից են այդ երգերը, որ դու նրանց համար երգում ես», հարցրեց Էդգարը մի առավոտ, դիտելով, թե ինչպես է Անահիտը կերակրում Միքայելին, մինչ Գաբրիելը հանգիստ խաղում էր իր օրորոցում։ «Դրանք երգեր են, որոնք ես հորինում էի, երբ փոքր էի», պատասխանեց նա, հայացքը չկտրելով երեխայից։ «Երբ կորած կամ վախեցած էի զգում, ես մեղեդիներ էի ստեղծում իմ գլխում։ Երաժշտությունը միշտ եղել է ինձ հանգստացնելու իմ ձ»։ Էդգարը նկատեց այն ստվերը, որն անցավ նրա դեմքով մանկության մասին հիշատակելիս, բայց չպնդեց։ Նա սովորել էր, որ Անահիտը կրում էր իր սեփական սպիները, հարգում էր նրան շրջապատող առեղծվածը։ Կարորն այն ամենօրյա հրաշքն էր, որը նա գործում էր իր երեխաների հետ։ Հռիփսիմեն, որ տասնամյակներ շարունակ աշխատում էր ընտանիքում, Էդգարին խոստովանեց, որ երբեք նման բան չի տեսել։ «Պարոն Էդգար, կարծես նա խոսում է երեխաների լեզվով», ասում էր տնտեսուհին, զարմացած գլու թափահարելով։ «Եվ տեսեք, թե ինչպես են նրանք փոխվել»։ Գաբրիելն արդեն փորձում է ինքնուրույն նստել, իսկ Միքայելը ժպտում է յուրաքանչյուրին, ով մոտենում է։ Առաջ նրանք միայն լաց էին լինում։ Դա ճիշտ էր։ Գաբրիելը դարձել էր հետաքրքրասեր ակտիվ երեխա, միշտ փորձում էր հասնել գունավոր առարկաներին, որոնք Անահիտը սփռում էր նրա օրորոցի շուրջ։ Միքայելը, թե դեռ ավելի զուսպ, զարգացրել էր մի պայծառ ժպիտ, որը հալեցնում էր յուրաքանչյուրի սիրտը։ Բայց ամենատպավորիչն այն էր, թե ինչպես էին նրանք արձագանքում իրենց հոր ներկայությանը։ Սկզբում Էդգարը դեռ զգուշավոր հեռավորություն էր պահում։ Անհրաժեշտ կապը ստեղծելու անկարողության վախը կաթվածահար էր անում նրան։ Բայց Անահիտը իր բնական նրբանկատությամբ սկսեց աստիճանաբար նրան ներգրավել խնամքի առօրյայի մեջ։ «Պարոն Էդգար, Գաբրիելը փորձում է ինչ-որ բան ասել», ասաց նա մի երեկո, երեխային պահելով հոր դիմաց։ «Կարծում եմ, նա ուզում է ինչ-որ բան պատմել հայրիկին»։
Գաբրիելն իսկապես անհասկանալի ձայներ էր արձակում, բայց նրա փոքրիկ աչքերը հարված էին Էդգարին մի լարված ուտ յամբ, որը հուզեց նրան։ Առաջին անգամ Էդգարն առանց տատանվելու ձեռքերը մեկնեց որդուն գրկեց։ Բար փոքրիկս, շնջաց նա, զգալով մի քնքշություն, որը ամիսներ շարունակ անհնարին էր թվում։ Ինչ ես փորձում ինձ ասել։ Գաբրիելը ժպտաց։ Մի լայն ու անկեղծ ժպիտ, որը Էդգարին ստիպեց զգալ, կարծես սիրտը կտոր-կտոր վերականգնվում էր։ Միքայելը, չցանկանալով հետ մնալ, սկսեց նվնվալ օրորոցում, ձեռքերը մեկնելով դեպի հայրը։ Էդգարը, դեռ Գաբրիելին գրկած, անորոշության արտահայտությամբ նայեց Անահիտին։ Կարող եք երկուսին էլ պահել, հարցրեց նա քաջալերող ժպիտով։ Չգիտեմ, թե։ Իհարկե կարող եք։ Նրանք ձեր երեխաներն են։ Նրանք դա գիտեն, նույնիսկ երբ դուք մոռանում եք։ Զգուշությամբ Էդգարը վերցրեց նա Միքայելին։ Ծնվելուց ի վեր առաջին անգամ երկու որդիներին գրկելը ցնցող փորձառություն էր։ Նրանք բնականորեն փարվեցին նրան, կարծես միշտ իմացել էին, որ դա իրենց տեղն է աշխարհում։ Կարինե, մրմնջաց Էդգարը, նայելով առաստաղին, կարծես կարողանար տեսնել կնոջը։ Մեր երեխաները կատարյալ են։ Անահիտը, որը հեռվից դիտում էր տեսարանը, աչքերում արցունքներ զգաց։ Այդ պահի մեջ կար մի խորապես յուրահատուկ բան, կարծես նա ականատես էր լինում մի ընտանիքի վերածննդին, որը թվում էր հավերժ կորած։ Օրերը հաջորդում էին միմյանց մխիթարական առօրյայի մեջ։ Էդգարն սկսեց ավելի ակտիվ մասնակցել երեխաների խնամքին, աշխատանքից ավելի շուտ գալով օգնելու լոգանքի ժամին կամ պատմություններ պատմելու, որոնք տեղում հորինում էր։ Անահիտը նրան սովորեցնում էր փոքրիկ հնարքներ, ինչպես պահել երեխաներին, որ դադարեն լաց լինել, որ ծամածրություններն էին Գաբրիելին ստիպում բարձրաձայն ծիծաղել, թե ինչպես էր Միքայելը սիրում, իր համար երգեն քնելուց առաջ։ Այդ պահերին Էդգարը սկսեց նկատել Անահիտի մասին այլ մանրամասներ։ Թե ինչպես էին նրա աչքերը փայլում, երբ խոսում էր երկվորյակների փոքրիկ նվաճումների մասին։ Թե ինչպես նա անսահման համբերություն ուներ, նույնիսկ ամենադժվար օրերին։ Թե ինչպես էր նա կրում մի խորը տխրություն, որը փորձում էր թաքցնել անկեղծ ժպիտների հետում։ Դու ընտանիք ունես, Անահիտ, հարցրեց նա մի գիշեր, երբ երեխաները քնել էին, նրանք խոհանոցում սուրճ էին խմում։ Չունեմ, պարզ պատասխանեց նա, դանդաղ շարժումներով շաքարը խառնելով բաժակի մեջ։ Երբեք չեմ ունեցել։ Ինչպես թե։ Ես մանկատներում եմ մեծացել։ Մայրս ինձ թողել է ծննդատանը, երբ մի քանի օրական էի։ Մեծացել եմ, իմանալով, որ ցանկալի չեմ եղել, որ ինչ-որ մեկը ընտրել է ինձ չուզենալ։ Էդգարը կրծքում սեղմոց զգաց։ Այն պարզությունը, որով նա խոսում էր լքված լինելու մասին, հակասում էր այն ցավին, որը նա կարող էր տեսնել նրա աչքերում։ Դրա համար էլ դու այդքան լավ ես հասկանում, թե ինչ էին զգում տղաները, ասաց նա, վերջապես հասկանալով։ Լքվածություն։ Մնը թողնում է հետքեր, որոնք մենք ճանաչում ենք ուրիշների մեջ, հաստատեց Անահիտը։ Երբ տեսա Գաբրիելին ու Միքայելին այդպես լաց լինելիս, հստակ իմացա, թե ինչ է կատարվում։ Նրանք չէին լացում քաղցից կամ անհարմարությունից։ Նրանք լաց էին լինում, որովհետև զգում էին, որ ինչ-որ հիմնարար բան պակասում է։ Մոր ներկայությունը, այն անպայմանական սերը, որը միայն մայրը կարող է տալ։ Բայց դու կարողացար դա տալ նրանց։ Որովհետև ես գիտեմ, թե ինչ է նշանակում ապրել առանց դրա։ Եվ գիտեմ, թե որքան կարևոր է, որ ինչ-որ մեկը երեխային ցույց տա, որ նա սիրված է, նույնիսկ երբ թվում է, թե աշխարհը հրաժարվել է նրանից։ Այդ խոսակցությունը փոփոխություն մտցրեց նրանց հարաբերություններում։ Էդգարը սկսեց Անահիտին տեսնել ոչ միայն որպես բացառիկ դայակ, այլ որպես արտասովոր կին, որն իր սեփական ցավը վերածել էր ուրիշներին բուժելու գործիքի։ Սակայն տունը պատած երջանկությունը չվրիպեց ոչ այնքան բարյացակամ աչքերից։ Հոկտեմբերի մի մռայլ երեքշաբթի օր էր, երբ առաջին սպառնալիքը նյութականացավ։ Էդգարն աշխատասենյակում էր, երբ Հռիփսիմեն անհանգ իսկ արտահայտությամբ թակեց դուռը։ Պարոն Էդգար, մի բժշկուհի է եկել, ասում է, որ պետք է ձեզ հետ խոսի տղաների մասին։ Էդգարը հոնքերը կիտեց։ Այդ օրը նա ոչ մի բժշկական այց չէր նշանակել։ Ինչ տեսակի բժշկուհի։ Ասաց, որ հոգեբան է։ Դոկտոր Նարինե Ստեփանյան։ Խոսում է երեխաների պաշտպանության մասին։ Սառնություն անցավ Էդգարի ողնաշարով։ Երեխաների պաշտպանություն։
Ինչու պետք է երեխաների պաշտպանության հարցերով մասնագիտացած հոգեբանն իր տուն գար առանց նախազգուշացման։ Թող ներս գա։ Աշխատասենյակ մտած կինը 40-ից մի փոքր ավելի տարեկան էր, շիկահեր մազերը խստորեն հավաքված էին, իսկ ժպիտը արհեստական։ Նա շագանակագույն թղթապանակ էր կրում, հագել էր մուգ կոստյում, որը նրան չափազանց պաշտոնական տեսք էր տալիս։ Պարոն Մանուկյան, շնորհակալ եմ ինձ ընդունելու համար։ Ես դոկտոր Նարինե Ստեփանյանն եմ, երեխաների պաշտպանության հարցերով մասնագիտացած հոգեբան։ Ես այստեղ եմ, որովհետև մի քանի անանուն բողոք ենք ստացել ձեր երեխաների վիճակի վերաբերյալ։ Էդգարը զգաց, կարծես հարված ստացավ ստամոքսին։ Բողոքներ։ Ինչ տեսակի բողոքներ։ Զեկույցները նշում են, որ երեխաների խնամքի մեջ կան խախտումներ։ Մասնավորապես կասկածի տակ է դրվում երեխաների անմիջական խնամքի համար պատասխանատու անձի համապատասխանությունը։ Դուք Անահիտին նկատի ունեք։ Օրիորդ Անահիտ Սարգսյանին, այո։ Տեղեկություններ ունենք, որ նա չունի համապատասխան կրթություն մասնագիտացված մանկական խնամքի համար, որ կարող է դիսֆունկցիոնալ կապեր զարգացրած լինել երեխաների հետ։ Էդգարը պայքարում էր հանգստություն պահպանելու համար։ Դոկտոր Նարինե, իմ երեխաները կատարյալ առողջ երջանիկ են։ Անահիտը բացառիկ դայակ է։ Հասկանում եմ ձեր ընկալումը, պարոն Մանուկյան, բայց դայակների երեխաների միջ չափազանց ինտենսիվ կապերը կարող են վնասակար լինել փոքրիկների զգացմունքային զարգացման համար։ Երեխաները պետք է սովորեն հաղթահարել բաժանումները չեն կարող բացառապես կախված լինել մեկ անձից։ Իմ երեխաները բացառապես նրանից կախված չեն։ Ես շատ ներկա եմ նրանց դաստիարակության մեջ։ Այո, բայց մեր զեկույցների համաձայն եղել է մի շրջան, երբ դուք զգացմունքային առումով հեռացել եք երեխաներից, ճիշտ է։ Եվ որ Օրիորդ Սարգսյանը գործնականում ստանձնել է մայրական կերպարի դերը։ Էդգարը զայրույթ զգաց, որը սկսեց այրել նրա կրծքում։ Ինչպես էր այս կինն իմացել իր ընտանիքի մասին այդքան անձնական մանրամասներ։ Ո՞վ էր տրամադրել այդ տեղեկությունները։ Դոկտոր Նարինե, չգիտեմ, թե ով է ձեզ փոխանցել այդ տեղեկությունները, բայց կարող եմ հավաստիացնել, որ իմ երեխաները ստանում են այն ամբողջ սերն ու խնամքը, որին արժանի են։ Վստահ եմ, որ ձեր մտադրությունները լավագույնն են, պարոն Մանուկյան։ Բայց երբեմն, երբ մենք գործ ունենք սքի տրավմայի հետ, մեր ընկալումը կարող է խաթարվել։ Սովորական է, որ սքի մեջ գտնվող ծնողները դժվարանում են օբյեկտիվորեն գնահատել, թե ինչն է լավագույնը իրենց երեխաների համար։ Այն ակնարկը, թե ինքը ի վիճակի չէ որոշումներ կայացնել սեփական երեխաների վերաբերյալ, Էդգարին զայրացրեց, բայց նա ստիպեց իրեն պահպանել հանգստությունը։ Ինչ եք կոնկրետ առաջարկում։ Առայժմ իրավիճակի ավելի մանրամասն գնահատում։ Կցանկանայի խոսել Օրիորդ Սարգսյանի հետ, դիտարկել նրա փոխազդեցություն երեխաների հետ։ Կախված նրանից, թե ինչ կգտնենք, կարող է անհրաժեշտ լինել դիտարկել ավելի կտրուկ միջոցներ։ Կտրուկ միջոցներ։ Երեխաների ժամանակավոր տեղափոխում ավելի հարմար միջավայր, մինչ իրավիճակը վերագնահատվի։ Էդգարը ստիպված էր բռնվել սեղանից, որպեսզի ամբողջությամբ չկորցնի վերահսկողությունը։ Դոկտոր Նարինե, իմ երեխաներն այս տնից դուրս չեն գա։ Նրանք ապահով են, սիրված խնամված։ Հասկանում եմ ձեր դիմադրությունը, բայց պետք է հիշեցնեմ, որ երեխաների շահը գերակա է ցանկացած այլ շահից։ Եթե մենք համարենք, որ նրանց բարեկեցության համար ռիսկեր կան, մենք օրինական իրավասություն ունենք միջամտելու։ Քողարկված սպառնալիքը աշխատասենյակի օդը դարձրեց լարված ու ծանր։ Էդգարը հասկացավ, որ կանգնած է մի բանի առջ, որը շատ ավելի մեծ ու վտանգավոր է, քան սովորական գնահատումը։ Երբ եք մտադիր կատարել այդ գնահատումը։ Վաղը առավոտյան, եթե առարկություններ չկան։ Իսկ եթե ես առարկեմ։ Դուք իրավունք ունեք առարկելու, բայց դա կարող է մեկնաբանվել որպես իրավասու մարմինների հետ համագործակցության բացակայություն։ Ինչը ինքնին կարող է համարվել նշան, որ թաքցնելու բան կա։ Էդգարը հասկացավ, որ հայտնվել է շախմատային խաղի մեջ, որի կանոնները չգիտեր, որտեղ ցանկացած քայլ կարող էր օգտագործվել իր դեմ։ Լավ։ Վաղը առավոտյան ժամը 9-ին։ Հոգեբանի հեռանալուց հետո Էդգարը մենակ մնաց աշխատասենյակում, փորձելով ընկալել, թե ինչ էր տեղի ունեցել։ Ինչպես էր հնարավոր, որ ինչ-որ մեկը կասկածի տակ դնի Անահիտի կարողությունները, հենց այն մարդու, ով փրկել էր իր ընտանիքը հուսահատությունից։ Նա բարձրացավ երեխաների սենյակ, որտեղ գտավ Անահիտին, որը երկվորյակների հետ խաղում էր գունավոր գորգի վրա։
Գաբրիելը փորձում էր սողալ դեպի երաժշտական կախազարդը, մինչ Միքայելը ամեն ինչ դիտում էր իր մեծ, ուշադիր աչքերով։ Տեսարանը այնքան բնականon ու երջանիկ էր, որ դաժանորեն հակասում էր այն մեղադրանքներին, որոնք նա հենց նոր էր լսել։ Անահիտ, մենք պետք է խոսենք։ Նա անմիջապես նկատեց նրա ձայնի անհանգիստ տոնը, ոտքի կանգնեց, երեխաներին թողնելով Հռիփսիմեի ուշադիր հայացքի ներքո։ Աշխատասենյակում Էդգարը պատմեց հոգեբանի հետ ամբողջ խոսակցու թյունը։ Նա դիտում էր, թե ինչպես է Անահիտի դեմքն աստիճանաբար գունատվում, թե ինչպես են նրա ձեռքերը սկսում թեթակի դողալ։ Ինչ-որ մեկը մեզ մատնել է, ասաց նա ցածր ձայնով։ Ինչ-որ մեկը, ով գիտի մեր առօրյայի մանրամասները, թե ինչպես էին իրերը առաջ, ինչպես են հիմա։ Բայց ո՞վ։ Եվ ինչու։ Չգիտեմ, բայց վատ կանխազգացում ունեմ այս հոգեբանի վերաբերյալ։ Այս ամբողջ պատմության մեջ ինչ-որ բան տրամաբանական չէ։ Էդգարը համաձայնեց։ Դոկտոր Նարինեի կեցվածքում կար մի բան, որը նրան խորապես անհանգստացնում էր, մի բան, որը գերազանցում էր ակնկալվող պրոֆեսիոնալիզմը։ Ինչ ենք անում։ Դիմակայում ենք, ասաց Անահիտը, Էդգարը նրա կանաչ աչքերում տեսավ մի երկաթե վճռականություն։ Գաբրիելն ու Միքայելը քո ընտանիքն են։ Նրանք հիմա նա իմ ընտանիքն են։ Ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը քանդի սա։ Այդ գիշեր, մինչ երեխաները հանգիստ քնած էին իրենց օրորոցներում, Էդգարն ու Անահիտը արթուն մնացին, պլանավորելով, թե ինչպես պաշտպանեն իրենց միասին կառուցած ընտանիքը։ Նրանցից ոչ ոք չէր պատկերացնում, որ իրենց արժ ծառացած սպառն ալիքը շատ ավելի մեծ ու չարագուշակ էր, քան սովորական հոգեբանական գնահատումը։ Մոտեցող փոթորիկը փորձության էր ենթարկելու ոչ միայն երեխաներին պաշտպանելու նրանց կարողությունը, այլ այն զգացմունքները, որոնք սկսել էին ծնվել նրանց մեջ, զգացմունքներ, որոնք նրանք դեռ չէին համարձակվել անվանել։ Հաջորդ առավոտը լի էր մի լարվածությամբ, որը կարծես էլեկտրականացնում էր առանձնատան օդը։ Էդգարը հազիվ էր կարողացել քնել, Անահիտը նույնպես անքուն գիշերվա նշաններ էր ցույց տալիս։ Երկվորյակները, կարծես զգալով մեծահասակների անհանգստությունը, արթնացան ավելի անհանգիստ, քան սովորաբար, թե դեռ շատ հեռու այն հուսահատությունից, որը սովորաբար ցուցաբերում էին Անահիտի գալուց առաջ։ Ուղիղ ժամը 9-ին զանգը հնչեց։ Էդգարը ծանր քայլերով իջավ աստիճաններով, պատրաստվելով մի ճակատամարտի, որի կանոնները դեռ լիովին չէր հասկանում։ Դոկտոր Նարինե Ստեփանյանը դռան մոտ էր, ուղեկցությամբ մի երիտասարդ կնոջ, որը ներկայացավ որպես նրա օգնական ձեռքին ուներ բազմաթիվ ձատխտերով թղթապանակ։ Բարի լույս, պարոն Մանուկյան։ Սա Լիլիթն է, իմ օգնակա։ Ն. Նա ինձ կօգնի այսօրվա գնահատման հարցում։ Էդգարը նրանց ուղեկցեց հյուրասենյակ, որտեղ Անահիտն արդեն սպասում էր երկվորյակների հետ։ Գաբրիելը հանգիստ խաղում էր նրա գրկում, մինչ Միքայելը ուսումնասիրում էր գունավոր խաղալիքը գորգի վրա։ Տեսարանը բացարձակ բնականon ընտանեկան երջանկության տեսարան էր։ Օրիորդ Սարգսյան, ենթադրում եմ, ասաց հոգեբանը, դիմելով Անահիտին մի ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Կցանկանայի մի քանի հարց տալ ձեր կրթության աշխատանքային մեթոդների մասին։ Իհարկե, պատասխանեց Անահիտը, Գաբրիելին ապահով պահելով իր գրկում։ Կպատմեք ձեր ակադեմիական կրթության մասին մանկական խնամքի ոլորտում։ Ես հատուկ ակադեմիական կրթություն չունեմ։ Իմ փորձը գալիս է գործնական իրավիճակներից երեխաների կարիքների ինտուիտիվ հասկացողությունից։ Օգնականը ինչ-որ բան գրեց թղթապանակում, Էդգարը բավարարված փայլ տեսավ հոգեբանի աչքերում։ Հասկանալի է։ Եվ ինչպես եք կոնկրետ զարգացրել այդ ինտուիտիվ հասկացողությունը։ Ես մանկատներում եմ մեծացել։ Երեխաների զգացմունքային կարիքների մասին շատ բան եմ սովորել սեփական փորձի միջոցով։ Ահա, ուրեմն դուք ձեր սեփական տրավմատիկ փորձառություններն եք պրոյեկտում ձեր խնամքի տակ գտնվող երեխաների վրա։ Էդգարն անմիջապես զայրույթ զգաց հարցի չարամիտ ձակերպման պատճառով։ Այդպես չէ, պատասխանեց Անահիտը, պահպանելով հիացմունքի արժանի հանգստություն։ Իմ փորձն օգնում է ինձ ճանաչել, երբ երեխան զգացմունքային տառապանքի մեջ է։ Բայց համաձայն չեք, որ շատ փոքր երեխաներին չպետք է ենթարկել լքվածության պատմություն ունեցող անձանց։ Դա չի կարող առաջացնել բաժանման չափազանց մեծ տագնապ։ Ընդհակառակը, միջամտեց Էդգարը, այլս չկարողանալով զսպել իրեն։ Անահիտը հենց այն է, ինչ պետք էր իմ երեխաներին։ Նրանից առաջ նրանք անընդհատ լաց էին լինում։ Հիմա նրանք երջանիկ առողջ երեխաներ են։
Պարոն Մանուկյան, հասկանում եմ ձեր տեսակետը, բայց կցանկանայի դիտարկել երեխաների փոխազդեցությունն այլ մարդկանց հետ։ Կարող եք խնդրել Օրիորդ Սարգսյանին մի քանի րոպեով բացակայել։ Էդգարը նայեց Անահիտին, որը զգուշորեն գլխով արեց։ Նա համբուրեց Գաբրիելի ճակատը զգուշությամբ հանձն։ Եց նրան հորը, հետո շոյեց Միքայելի մազերը, նախքան սենյակից դուրս գալը։ Այն, ինչ տեղի ունեցավ հաջորդ րոպեներին, կործանարար էր։ Գաբրիելը, որը կատարյալ հանգիստ էր Անահիտի գրկում, սկսեց նվնվալ, հենց որ նա դուրս եկավ նրա տեսադաշտից։ Միքայելը, նկատելով, որ Անահիտն անհետացել է, թողեց խաղալիքը, սկսեց աչքերով փնտրել նրան, արձակելով տագնապալի ձայներ։ Հետաքրքիր է, մրմնջաց հոգեբանը նշումներ անելով։ Ծայրահեղ կախվածության ռեակցիա։ Սա հաստատում է մեր կասկածները։ Նրանք պարզապես կարոտում են նրան, ասաց Էդգարը, փորձելով հանգստացնել Գաբրիելին, որն արդեն բացահայտ լաց էր լինում։ Ինչպես ցանկացած երեխա կկարոտեր մեկին, ում սիրում է։ Պարոն Մանուկյան, այս տարիքի երեխաները պետք է կարողանան մնալ այլ մարդկանց հետ, առանց ցուցաբերելու այս մակարդակի տագնապ։ Այն, ինչ մենք տեսնում ենք այստեղ, ախտաբանական կապվածություն է։ Միքայելը նույնպես սկսեց լաց լինել, մի լաց, որը սեղմում էր Էդգարի սիրտը։ Կարծես նրանք վերադառնում էին նախկին վիճակին, ընդամենը մի քանի րոպեի բաժանումից հետո։ Կարող եմ Անահիտին հետ կանչել։ Կնախընտրեի, որ ոչ։ Պետք է տեսնեմ, թե ինչպես են նրանք արձագանքում առանց նրա ներկայության։ 40 տանջալից րոպեների ընթացքում հոգեբանը դիտում նշումներ էր անում, մինչ երկվորյակները լաց էին լինում աճող ինտենսիվությամբ։ Էդգարը ամեն ինչ փորձում էր երգել, ծամածրություններ անել, խաղալիքներ առաջարկել, բայց ոչինչ չէր օգնում։ Կարծես երեխաները կորցրել էին հանգստանալու կարողությունը առանց Անահիտի ներկայության։ Երբ նա վերջապես վերադարձավ սենյակ, երեխաներն անմիջապես հանգստացան։ Գաբրիելը ձեռքերը մեկնեց նրան, արցունքներից թաց ժպիտով, իսկ Միքայելը դադարեց լաց լինել այն պահին, երբ լսեց նրա ձայնը։ Շատ բացահայտիչ, ասաց հոգեբանը, փակելով իր թղթապանակը։ Պարոն Մանուկյան, պետք է ձեզ հետ առանձին խոսեմ։ Աշխատասենյակում երեխաներից Անահիտից հեռու, դոկտոր Նարինեն ավելի ուղիղ սպառնալից տոն ընդունեց։ Այն, ինչի ականատեսը եղա, հաստատում է իմ ամենավատ կասկածները։ Ձեր երեխաները զարգացրել են բոլորովին անպատշաճ զգացմունքային կախվածություն։ Նրանք չեն կարողանում գործել առանց Օրիորդ Սարգսյան։ Ի ներկայության։ Նրանք սիրում են նրան։ Բնական է, որ կարոտում են, երբ նա ներկա չէ։ Դա առողջ սեր չէ, պարոն Մանուկյան։ Դա ախտաբանական կախվածություն է։ Եվ վտանգավոր։ Ինչ կլինի, եթե Օրիորդ Սարգսյանը որոշի հեռանալ։ Ձեր երեխաները մշտապես տրավմայի կենթարկվեն։ Էդգարը ծանոթ տագնապ զգաց, որը սեղմեց նրա կուրծքը։ Անբավարարության նույն զգացումը, որը նա զգում էր Կարինեի մահից ի վեր, վերադարձավ ամբողջ ուժով։ Բացի այդ, շարունակեց հոգեբանը, նկատեցի, որ դուք նույնպես զգացմունքային առումով կախված եք նրանից։ Սա ստեղծում է դիսֆունկցիոնալ ընտանեկան միջավայր, որտեղ արտաքին անձը լիակատար վերահսկողություն ունի բոլորի բարեկեցության վրա։ Դա ճիշտ չէ։ Այդպես չէ։ Երբ եք վերջին անգամ կարողացել հանգստացնել ձեր երեխաներին առանց նրա օգնության։ Դուք վստահություն զարգացրել եք ձեր սեփական հայրական կարողությունների նկատմամբ, թե՞։ Պարզապես այդ պատասխանատվությունը փոխանցել եք մեկ այլ անձի։ Խոսքերը Էդգարին խոցեցին դաշույնի պես։ Ճիշտ էր, որ նա կախված էր դարձել Անահիտի, երեխաների հետ վարվելու կարողություն։ Իից։ Ճիշտ էր, որ նա դեռ անվստահ էր զգում, երբ պետք է միայնակ խնամեր նրանց։ Պարոն Մանուկյան, գիտեմ, որ դժվար է լսել սա, բայց ես փորձում եմ պաշտպանել ձեր երեխաներին։ Նրանք պետք է սովորեն վստահել այլ մարդկանց, հատկապես սեփական հորը։ Քանի դեռ Օրիորդ Սարգսյանը ներկա է, դա երբեք տեղի չի ունենա։ Ինչ եք առաջարկում։ Որ նա ժամանակավորապես հեռանա։ Մի քանի շաբաթ, գուցե մեկ ամիս։ Բավականաչափ ժամանակ, որպեսզի երեխաները սովորեն պատշաճ կերպով կապվել խնամքի այլ դեմքերի հետ։ Նրանք հուսահատ կլինեն առանց նրա։ Սկզբում, այո։ Բայց երեխաները դիմաց կունեն։ Համբերությամբ, հետողականությամբ նրանք կհարմարվեն։ Եվ դուք կբացահայտեք, որ կատարելապես ունակ եք լինելու այն հայրը, որի կարիքն ունեն ձեր երեխաները։
Էդգարը ձեռքերն անցկացրեց մազերի միջով, իրեն կորած ու շփոթված զգալով։ Ամիսներ շարունակ նա հավատում էր, որ Անահիտն իր ընտանիքի փրկությունն է, իսկ հիմա մի մասնագետ ասում էր ճիշտ հակառակը։ Ես պետք է մտածեմ։ Իհարկե։ Բայց շատ մի ուշացեք։ Որքան շատ ժամանակ անցնի, այնքան ավելի դժվար կլինի կոտրել այս կախվածությունը։ Հոգեբանի հեռանալուց հետո Էդգարը մենակ մնաց աշխատասենյակում, ընկղմված կասկածների մեղքի զգացումի հորցանուտի մեջ։ Իսկ եթե նա ճիշտ էր։ Իսկ եթե ինքը վնասում էր երեխաներին, վախենալով դիմակայել սեփական հայրական անբավարարությանը։ Նա բարձրացավ երեխաների սենյակ, որտեղ գտավ Անահիտին, որը մեղմ երգում էր, մինչ երկվորյակները հանգիստ քնած էին։ Այն տեսարանը, որը նախկինում նրան խաղաղություն էր բերում, այժմ ցավալի հարցեր էր առաջացնում։ Անահիտ, կարող ենք խոսել։ Նա հետեց նրան աշխատասենյակ, Էդգարը նրա աչքերում տեսավ, որ նա արդեն գիտեր, թե ինչ է ինքը պատրաստվում ասել։ Նա կարողացավ համոզել քեզ, այնպես չէ։ Բանն այն չէ, որ նա ինձ համոզեց։ Բանն այն է, որ գուցե նա ճիշտ է որոշ հարցերում։ Գուցե ես քեզ եմ փոխանցել պատասխանատվություններ, որոնք պետք է իմը լինեին։ Էդգար, դու հիանալի հայր ես։ Ես տեսավ, թե ինչպես ես մեծացել այս ամիսների ընթացքում, ինչպես ես մտերմացել երեխաների հետ։ Բայց միշտ քեզ հետ։ Միայնակ ես դեռ ինձ կորած եմ զգում։ Անահիտը երկար լռեց, երբ խոսեց, նրա ձայնը լի էր խորը տխրությամբ։ Եթե դու հավատում ես, որ ես վնասում եմ Գաբրիելին ու Միքայելին, ապա ես պետք է հեռանամ։ Բանն այն չէ, որ դու վնասում ես։ Բանն այն է, որ գուցե նրանք պետք է սովորեն ապրել, այդքան կախված չլինելով քեզնից։ Իսկ դու նույնպես պետք է սովորես ապրել, կախված չլինելով ինձնից։ Հարցը Էդգարին ուղիղ խոցեց։ Վերջին ամիսներին Անահիտը դարձել էր շատ ավելին, քան դայակ։ Նա դարձել էր նրա մտերիմը, նրա ուժի աղբյուրը, այն մարդը, որը հնարավոր էր դարձնում դիմակայել յուրաքանչյուր նոր օրվան։ Բայց գուցե հոգեբանը ճիշտ էր։ Գուցե այդ կախվածությունը վնասակար էր բոլորի համար։ Գուցե այո։ Անահիտը դանդաղ գլխով արեց, կարծես արդեն սպասում էր այդ պատասխանին։ Երբ ես ուզում, որ գնամ։ Այսօր հնարավոր կլինի։ Այն ցավը, որն անցավ նրա աչքերով, դանակի հարվածի պես էր Էդգարի սրտին, բայց նա ստիպեց իրեն հավատարիմ մնալ որոշմանը։ Դա երեխաների բարօրության համար էր։ Դա բոլորի բարօրության համար էր։ Իհարկե։ Ես կհավաքեմ իրերս։ 2 ժամ անց Էդգարը դիտում էր, թե ինչպես է Անահիտն իր միակ ճամպրուկը տանում դեպի տաքսին, որը նրան կտաներ։ Նա արցունքն աչքերին հրաժեշտ էր տվել երեխաներին, շշնջալով սիրո խոսքեր, որոնք նրանք դեռ շատ փոքր էին հասկանալու համար, բայց կարծես ներքուստ զգում էին։ Գաբրիելն ու Միքայելը լաց էին եղել ամբողջ հրաժեշտի ընթացքում, կարծես հասկանում էին, որ իրենց կյանքից ինչ-որ հիմնարար բան է հեռացվում։ Ձեզ լավ նայեք, ասաց Անահիտը, վերջին անգամ նայելով Էդգարին։ Եվ հիշիր։ Նրանք ավելի ուժեղ են, քան դու պատկերացնում ես։ Եվ դու նույնպես։ Տաքսին հեռացավ, իր հետ տանելով այն մարդուն, ով կյանք էր վերադարձրել այդ ընտանիքին։ Էդգարը կանգնած էր դռան մոտ, գրկած 2 անմխիթար լացող երեխաներին, կասկածելով, թե արդյոք ճիշտ որոշում է կայացրել։ Պատասխանը եկավ հաջորդող ժամերին։ Գաբրիելն ու Միքայելը հայտնվեցին հուսահատության մի վիճակում, որը Էդգարին ստիպեց վերապրել իր ամենավատ մղձավանջները։ Նրանք անդադար լաց էին լինում, հրաժարվում էին ուտելուց, չէին կարողանում քնել։ Կարծես նրանք վերադարձել էին ճիշտ այն վիճակին, որն ունեին մինչ Անահիտի գալը։ 3 օրվա ընթացքում Էդգարը ամեն ինչ փորձեց։ Նա նոր դայակ վարձեց, մանկաբույժներ կանչեց, երեխաներին հանգստացնելու տարբեր մեթոդներ փորձարկեց։ Ոչինչ չէր օգնում։ Երկվորյակները հայտնվել էին մի տեսակ մանկական դեպրեսիայի մեջ, որը վախեցնում էր տան բոլոր անդամներին։ Հրիփսիմեն, տեսնելով երեխաների հուսահատությունը, ուղղակիորեն դիմեց Էդգարին։ Պարոն Էդգար, ողջ հարգանքովս, դուք սարսափելի սխալ եք գործել։ Այս երեխաները տառապում են մի ծով, որը բնական չէ։ Հոգեբանն ասաց, որ նրանք կհարմարվեն։ Ինչ հոգեբան, պարոն։ Ինչ տեսակի մասնագետ է երեխաներին բաժանում այն մարդուց, ով նրանց ամենաշատն է սիրում աշխարհում։
Այդ գիշեր էր, երբ երեխաները ժամեր շարունակ լաց էին լինում, Էդգարը զգում էր, որ կխելագարվի, երբ Հռիփսիմեն անսպասելի առաջարկ արեց. «Պարոն Էդգար, ինչու չեք փնտրում տիկին Կարինեի իրերի մեջ։ Երբեմն, երբ մենք կորած ենք, պատասխանները գտնվում են այնտեղ, որտեղ ամենաքիչն ենք սպասում»։ Էդգարը բարձրացավ Կարինեի սենյակ, մի տարածք, որից խուսափում էր նրա մահից ի վեր։ Նրա հագուստները դեռ պահարանում էին, գրքերը, գրադարակում, անձնական իրերը, ճիշտ այնպես, ինչպես նա թողել էր։ Հենց կոմոդի դարակներից մեկը փորփրելիս Էդգարը գտավ մի փայտե տուփ, որը չէր հիշում, թե տեսել է։ Դրա մեջ, լուսանկարների փոքրիկ հուշանվերների արանքում, կար մի ծրար, իր անունով, գրված Կարինեի նուրբ ձեռագրով։ Դողացող ձեռքերով նա բացեց նամակը։ «Իմ սեր Էդգար, եթե դու կարդում ես սա, նշանակում է ծննդաբերության ժամանակ ինձ հետ ինչ-որ բան է պատահել։ Գիտեմ, կարող է տարօրինակ թվալ, որ ես այսպիսի նամակ եմ գրում, բայց վերջին օրերին շատ վառ երազներ եմ տեսնում, նախընտրում եմ նախազգուշանալ։ Ուզում եմ, որ իմանաս, որ ինչ էլ պատահի, մեր երեխաները կծնվեն սիրով շրջապատված։ Ես մի շատ յուրահատուկ մարդու եմ հանդիպել հիվանդանոցում այցելություններից մեկի ժամանակ։ Անահիտ Սարգսյան, մի բուժքույր, հսկայական սրտով երեխաների հետ վարվելու անհավանական ունակությամբ։ Մենք շատ ենք խոսել, ես անմիջապես զգացի, որ նա մեկն է, ում կարող եմ վստահել։ Էդգար, եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, փնտրիր Անահիտին։ Նա խոստացել է, որ կխնամի մեր երեխաներին, եթե ես կարիքն ունենամ։ Սա պարզապես մասնագիտական խոստում չէ։ Սա սրտի պարտավորություն է։ Նա ցավը հասկանում է մի ձով, որը քչերն են հասկանում, դա նրան յուրահատուկ է դարձնում։ Մի բան էլ կա, որ դու պետք է իմանաս։ Հիվանդանոց գնալուց մեկի ժամանակ մի հոգեբան հայտնվեց, տարօրինակ հարցեր տալով մեր ընտանիքի մասին։ Նա ուզում էր իմանալ մեր ֆինանսական վիճակի, երեխաների համար մեր ծրագրերի, թե ով կխնամի նրանց մասին։ Նրա վարքի մեջ ինչ-որ բան ինձ անհանգստացրեց։ Երբ հետո հիվանդանոցից հարցրի նրա անունը, ինձ ասացին, որ իր տված անունով հոգեբան չկա։ Զգույշ եղիր այդ կնոջից, Էդգար։ Ինչ-որ բան ինձ հուշում է, որ նա վստահելի չէ։ Քեզ լավ նայիր, սեր իմ։ Խնամիր մեր երեխաներին։ Եվ հիշիր։ Իսկական սերը հայտնվում է անսպասելի ձերով, երբ հայտնվի, մի վախեցիր ընդունել այն։ Հավերժ քո, Կարինե։ Էդգարը նամակը 3 անգամ վերընթերցեց, մինչ դրա ամբողջական իմաստը հասավ նրան։ Անահիտը պատահական չէր հայտնվել իր կյանքում։ Կարինեն էր նրան ուղարկել։ Եվ այն հոգեբանը, որը նրան համոզել էր հեռացնել Անահիտին, հենց այն մարդն էր, որի մասին Կարինեն զգուշացրել էր։ Նա սարսափելի սխալ էր գործել։ Նա ոչ միայն հեռացրել էր այն մարդուն, ում իր երեխաներն ամենաշատն էին սիրում, այլ ընկել էր մի կնոջ թակարդը, ում Կարինեն արդեն ամիսներ շարունակ կասկածում էր։ Նամակը դեռ ձեռքին, Էդգարը վազեց ներք Հռիփսիմեից հարցրեց, թե արդյոք նա գիտի, թե ուր է գնացել Անահիտը։ Չգիտեմ, պարոն, բայց կարող եմ փորձել պարզել։ Հիվանդանոցներից մեկի ընդունարանի աշխատակցուհին էր, ուր Էդգարը զանգահարել էր, նրան փնտրելով, որ վերջապես մի թել տվեց։ Ահ, Անահիտ Սարգսյանը։ Նա մինչ մի քանի օր առաջ այստեղ էր աշխատում։ Ասաց, որ հեռանում է Երանից։ Կարծեմ գնաց Գյումրի, ավտոկայանի մոտ մի հյուրանոցում մնալու։ Էդգարը 2 անգամ չմտածեց։ Երեխաներին թողեց Հռիփսիմեի նոր դայակի հետ ու վերցրեց մեքենան, հուսահատ մարդու պես վարելով դեպի Գյումրի տանող ճանապարհներով։ Նա պետք է գտներ Անահիտին։ Պետք է հետ բերեր այն մարդուն, ով փրկել էր իր ընտանիքը, ում նա հեռացրել էր զուտ վախի ու անվստահության պատճառով։ Մինչ վարում էր, նա մտքում լսում էր Գաբրիելի ու Միքայելի լացը, գիտեր, որ Անահիտից հեռու անցկացրած յուրաքանչյուր րոպե իր երեխաների համար ավելորդ տառապանքից 1 րոպե է։ Կարինեի նամակը այրվում էր նրա գրպանում, հիշեցնելով, որ իսկական սերը, երբ հայտնվում է, չպետք է մերժվի վախի պատճառով։ Եվ Էդգարն այժմ բացարձակ վստահությամբ գիտեր, որ սիրահարված է Անահիտ Սարգսյանին, այն կնոջը, ում Կարինեն ուղարկել էր փրկելու ոչ միայն իր երեխաներին, այլ իր սեփական հոգին։ Հոկտեմբերի այդ գիշերը Գյումրիի վրա թափվող մանր անձրը փողոցները դարձնում էր սայթաքուն, իսկ տեսանելիությունն դժվար, բայց Էդգարը վարում էր մի մարդու վճռականությամբ, ով վերջապես հասկացել էր, թե ինչն է իրականում կարոր։ Ամեն անցած կիլոմետրի հետ Կարինեի նամակը կարծես բաբա
Խում էր նրա գրպանում, հիշեցնելով, որ նա անտեսել է ամենաակնհայտ նշանները, քիչ էր մնում քանդեր այն ընտանիքը, որն այդքան սիրում էր։ Անի հյուրանոցը գտնվում էր Գյումրիի կենտրոնի մոտ մի հանգիստ փողոցում, երկհարկանի պարզ շենք, խունացած դեղին ճակատով անխնամ այգով։ Էդգարը կայանեց մեքենան, վազեց դեպի ընդունարան, որտեղ միջին տարիքի մի կին հեռուստացույց էր դիտում վաճառասեղանի հետում։ Բարի երեկո, ես փնտրում եմ Անահիտ Սարգսյան անունով մի հյուրի։ Ընդունարանի աշխատակցուհին որոշակի անվստահությամբ զննեց նրան, նախքան պատասխանելը։ 16-րդ սենյակ, երկրորդ հարկ։ Բայց գիշերվա 11-ին մոտ է, երիտասարդ։ Շտապ է։ Ընտանեկան արտակարգ իրավիճակ է։ Էդգարը աստիճանները բարձրացավ 2-2, սիրտը բաբախում էր, կարծես պայթելու էր։ Նա կանգ առավ 16-րդ սենյակի դռան դիմաց, խորը շունչ քաշեց, նախքան թակելը։ Անահիտ։ Ես եմ, Էդգարը։ Նա լսեց դանդաղ քայլեր, երկար դադար, վերջապես դուռը բացվեց։ Անահիտը խալաթով էր, մազերը արձակ, աչքերը լացից կարմրած։ Նրան տեսնելով, նրա արտահայտությունը անցա։ Զգացմունքների արագ հաջորդականությամբ, զարմանք, հույս, վերջապես ցավալի զգուշավորություն։ Էդգար, ի՞նչ ես անում այստեղ։ Տղաների հետ ինչ-որ բան է պատահել։ Այո, պատահել է։ Նրանք հուսահատ են առանց քեզ։ Չեն դադարում լաց լինել, չեն ուտում, չեն կարողանում քնել։ Անահիտ, ես սարսափելի սխալ եմ գործել։ Նա երկար նայեց նրան, պայքարելով արցունքների դեմ, որոնք սպառնում էին հորթել։ Ներս արի, ասաց նա վերջապես, տեղ բացելով, որ նա անցնի։ Սենյակը փոքր էր ու պարզ, մեկտեղանոց մահճակալով, մաշված բազկաթոռով, պատուհանով, որը նայում էր հյուրանոցի ներքին բակին։ Անահիտի ճամպրուկը բաց էր մահճակալի վրա, հագուստները ծալված, կարծես նա պատրաստվում էր նորից հեռանալ։ Անահիտ, ես Կարինեի նամակն եմ գտել։ Նա գրպանից հանեց ծրարը, տվեց նրան։ Նա դիտում էր, թե ինչպես են նրա աչքերը լայնանում, ճանաչելով կնոջ ձեռագիրը։ Ինչպես։ Որտեղ ես գտել սա։ Նրա իրերի մեջ։ Մի նամակ, որը նա գրել էր ծննդաբերությունից առաջ, եթե ինչ-որ բան պատահեր։ Անահիտը լուր կարդաց նամակը, Էդգարը տեսավ, թե ինչպես են արցունքները հոսում նրա դեմքով։ Կարինեն ինձ խնդրել էր հոգ տանել ձեր մասին, շշնջաց նա։ Բայց դու դա չգիտեիր։ Երբ եկա ձեր տուն, չնշեցի, որովհետև մտածեցի, որ դա չափազանց տարօրինակ կհնչի։ Դրա համար էլ դու հայտնվեցիր, առանց ես նոր հայտարարություն հրապարակած լինեի։ Կարինեն քեզ պատմել էր մեր իրավիճակի մասին։ Նա անհանգիստ էր։ Ասաց, որ զգում էր, թե ծննդաբերության ժամանակ ինչ-որ բան կարող է պատահել, ուզում էր վստահ լինել, որ երեխաները լավ խնամված կլինեն։ Էդգարը նստեց մահճակալի եզրին, մեղքի զգացումը ծանրացել էր նրա ուսերին քարի պես։ Անահիտ, այն հոգեբանը, որն ինձ համոզեց քեզ հեռացնել։ Կարինեն նամակում զգուշացրել էր այդ կնոջ մասին։ Ասել էր, որ նա հայտնվել է հիվանդանոցում, տարօրինակ հարցեր տալով, երբ նա հետաքննել է, պարզել է, որ նա այն չէ, ինչ ներկայանում է։ Անահիտը դադարեց կարդալ, տագնապալի արտահայտությամբ նայեց նրան։ Էդգար, դու չես հասկանում։ Այդ կինը կարող է ներգրավված լինել շատ վտանգավոր բանի մեջ։ Ինչ նկատի ունես։ Ես լսել եմ պատմություններ մարդկանց մասին, ովքեր ներկայանում են որպես մասնագետներ, խոցելի ընտանիքներ ներթափանցելու համար։ Հատկապես նորածիններ ունեցող ընտանիքներ։ Գոյություն ունի շուկա, սարսափելի շուկա փոքր երեխաների համար։ Էդգարի արյունը սառեց։ Այն հնարավորությունը, որն Անահիտն էր առաջարկում, չափազանց սարսափելի էր պատկերացնելու համար։ Դու կարծում ես, որ նա։ Չգիտեմ, բայց մենք պետք է վերադառնանք։ Հիմա։ Նրանք երան վերադարձի ճանապարհն անցան լարված լռության մեջ, յուրաքանչյուրը կորած իր մռայլ մտքերի մեջ իրավիճակի հնարավոր հետանքների մասին։ Անահիտը Կարինեի նամակը սեղմել էր կրծքին, պաշտպանիչ հմայելի պես։ Նրանք կենտրոնի առանձնատուն հասան առավոտյան ժամը 3-ին։ Նախքան դուռը բացելը, նրանք կարող էին լսել երկվորյակների հուսահատ լացը, որն արձագանքում էր տանը։ Հրիփսիմեն հայտնվեց միջանցքում, հոգնած ու անհանգիստ։ Փառք Աստծո, վերադարձաք։ Պարոն Էդգար, տղաները շատ վատ են։ Ոչ մի կերպ չեն հանգստանում։ Անահիտը վազելով բարձրացավ երեխաների սենյակ, այն, ինչ տեղի ունեցավ հետո, հրաշքի ականատես լինելու պես էր։
Այն պահին, երբ Գաբրիելն ու Միքայելը լսեցին նրա ձայնը, լացը կտրուկ դադարեց։ Երբ նա մտավ սենյակ, նրանք տեսան նրան, փոփոխությունը ակնթարթային դրամատիկ էր։ Գաբրիելը ձեռքերը մեկնեց նրան, արցունքներից թաց ժպիտով, մինչ Միքայելը սկսեց ուրախության ձայներ արձակել։ Կարծես երկու կորած փոքրիկ հոգիներ վերագտել էին իրենց ուղին։ Իմ սիրելիներ, շշնջաց Անահիտը, երկու երեխաներին գրկելով սեղմելով կրծքին։ Մայրիկը վերադարձավ։ Ես այլս երբեք ձեզ չեմ թողնի։ Էդգարը արցունքն աչքերին դիտում էր տեսարանը, վերջապես հասկանալով այն կապի խորությունը, որը գոյություն ուներ Անահիտի իր երեխաների մեջ։ Դա ախտաբանական կախվածություն չէր։ Դա մաքուր իսկական սեր էր։ Բայց վերամիավորման ուրախությունն ընդհատվեց համառորեն հնչող դռան զանգով։ Էդգարն իջավ պատասխանելու, մտածելով, թե ով կարող է գալ իր տուն լուսադեմին։ Ի զարմանս սարսափ իրեն, դա դոկտոր Նարինե Ստեփանյանն էր, ուղեկցությամբ երկու կանանց, ովքեր ներկայացան որպես սոցիալական աշխատողներ։ Պարոն Մանուկյան, տեղեկություն ենք ստացել, որ Օրիորդ Սարգսյանը վերադարձել է։ Սա մեր ցուցումների ուղղակի խախտում է։ Դոկտոր Նարինե, իմ երեխաները ծայրահեղ տառապանքի մեջ էին առանց նրա։ Ճիշտ այն, ինչ սպասում էինք։ Պարոն Մանուկյան, ես ինձ հետ բերել եմ երեխաների ժամանակավոր տեղափոխման հրամանագիր։ Նրանք կտեղափոխվեն ժամանակավոր կացարան, մինչ իրավիճակը պատշաճ կերպով կլուծվի։ Էդգարը զգաց, որ աշխարհը փլվում է իր շու։ Չէ։ Դա անհնար է։ Դուք չեք կարող տանել իմ երեխաներին։ Կարող ենք կտանենք։ Իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, այժմ մենք պետք է կտրուկ միջոցներ ձեռնարկենք։ Հենց այդ պահին Էդգարը հուսահատ որոշում կայացրեց։ Կարինեի նամակը դեռ գրպանում, նա հանեց բջջային հեռախոսը, զանգահարեց ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա Մարկոս Պետրոսյանին, իր վաղեմի ընկերոջը։ Մարկոս, գիտեմ, որ գիշերվա 3-ն է, բայց ինձ շտապ օգնություն է պետք։ Ինչ-որ մեկը փորձում է տանել իմ երեխաներին, կեղծ մեղադրանքների հիման վրա։ Հեռախոսով խոսելիս Էդգարը աճող կասկածանքով դիտում էր հոգեբանին նրա ուղեկիցներին։ Նրանց վարքի մեջ ինչ-որ բան չէր համապատասխանում երեխաների բարեկեցությամբ իսկապես մտահոգված մասնագետներին։ Մարկոսը եկավ 20 րոպե անց, երկու ոստիկանների ուղեկցությամբ։ Էդգարը հեռախոսով արագ բացատրել էր իրավիճակը, ներառյալ Կարինեի նամակով բարձրացված կասկածները։ Դոկտոր Նարինե Ստեփանյան, ասաց Մարկոսը, մոտենալով հոգեբանին։ Կարող եք ցույց տալ ձեր պաշտոնական փաստաթղթերը։ Իհարկե, պատասխանեց նա, բայց… Էդգարը նրա ձայնում տատանում նկատեց, որը նախկինում չէր նկատել։ Մինչ նա պայուսակում փնտրում էր փաստաթղթերը, Մարկոսը շշնջաց Էդգարին։ Մենք արագ ստուգում կատարեցինք։ Երանի հոգեբանների տարածքային պալատում գրանցված դոկտոր Նարինե Ստեփանյան անունով որը մեկը չկա։ Էդգարի արյունը սառեց։ Նրա ամենավատ կասկածները հաստատվում էին։ Ահա, ասաց կինը, Մարկոսին տալով մասնագիտական վկայական։ Ոստիկանը մի քանի վայրկյան զննեց փաստաթուղթը, նախքան այն լուրջ արտահայտությամբ վերադարձնելը։ Այս փաստաթուղթը կեղծ է։ Տիկին, պետք է մեզ հետ գաք, պարզաբանումների համար։ Այն, ինչ տեղի ունեցավ հետո, իրադարձությունների արագ ցնցող հաջորդականություն էր։ Կեղծ հոգեբանը փորձեց փախչել, բայց ոստիկանները նրան կանգնեցրին։ Սոցիալական աշխատողներից մեկը փորձեց վիճել, բայց Մարկոսն արդեն պահանջել էր ստուգել նրանց ինքնությունը։ Ոստիկանությունում հարցաքննության ժամանակ ճշմարտությունը սարսափելի կերպով բացահայտվեց։ Այն կինը, որը ներկայանում էր որպես դոկտոր Նարինե Ստեփանյան, իրականում Սոնա Մովսիսյանն էր, որը ներգրավված էր ապօրինի որդեգրման միջազգային ցանցի մեջ։ Նրա մեթոդը խոցելի ընտանիքներ, հատկապես այրիներ կամ նորածիններով միայնակ մայրեր գտնելն էր։ Ծնողների ու երեխաների մեջ հարկադիր բաժանում ստեղծելը։ Նա ամեն ինչ խոստովանեց, հաջորդ օրը զեկուցեց Մարկոսն Էդգարին։ Պլանը քեզ համոզելն էր, որ դու վնասում ես երեխաներին, ձեզ բաժանել Անահիտից, իսկ հետո հայտնվել կեղծ հրամանագրով երեխաներին տանելու համար։ Նրանք արդեն գնորդներ ունեին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որոնք պատրաստ էին հսկայական գումար վճարել առողջ երկվորյակների համար։ Էդգարը սրտխառնոց զգաց, պատկերացնելով, թե ինչ ճակատագիր կունենային իր երեխաները, եթե նա ժամանակին չգտներ Կարինեի նամակը։ Ինչպես է նա իմացել մեր ընտանիքի մասին։
Ըստ երույթին նա կապեր է ունեցել այն հիվանդանոցում, որտեղ քո կինը նախածննդյան հսկողության տակ էր։ Ինչ-որ մեկը տեղեկություններ է փոխանցել ձեր իրավիճակի մասին, վերջերս այրիացած 2 նորածին, հարուստ ընտանիք։ Նրա խարդախության համար կատարյալ թիրախ։ Հետաքննությունը պարզեց, որ Սոնան նրա ցանցը տարիների ընթացքում տասնյակ երեխաներ էին գողացել, միշտ օգտագործելով նույն ռազմավարությունը, ներթափանցել որպես առողջապահության մասնագետ, ստեղծել անվստ ահություն բաժանում, իսկ հետո հայտնվել կեղծ փաստաթղթերով, երեխաներին պաշտպանելու համար։ 2 շաբաթ անց, երբ ամբողջ իրավական իրավիճակը լուծվեց, Սոնան կալանքի տակ էր, սպասելով դատավարության, Էդգարը վերջապես համարձակություն գտավ խոսելու այն զգացմունքների մասին, որոնք բացահայտել էր այդ սարսափելի օրերի ընթացքում։ Արոտ կիրակի օր էր։ Անահիտը Գաբրիելի Միքայելի հետ խաղում էր առանձնատան այգում, երեքը ծիծաղում էին մի բանից, որը միայն իրենք էին հասկանում։ Դիտելով այդ տեսարանը, Էդգարը բացարձակ վստահություն զգաց այն բանի վերաբերյալ, թե ինչ էր ուզում իր կյանքի մնացած մասի համար։ Անահիտ, կանչեց նա, մոտենալով խմբին։ Կարող եմ քեզ հետ խոսել։ Նա երեխաներին թողեց խաղալու մարգագետնի վրա, Հռիփսիմեի ուշադիր հայացքի ներքո, հետեց նրան դեպի հասմիկով ծածկված զրուցարանը, որտեղ Էդգարն այնքան երջանիկ օրեր էր անցկացրել Կարինեի հետ։ Անահիտ, ես պետք է քեզ մի բան ասեմ, որը վաղուց եմ զգում, բայց որը միայն համարձակվեցի խոստովանել, երբ քիչ էր մնում կորցնեի քեզ։ Նա նայեց նրան այն կանաչ աչքերով, որոնք դարձել էին ամբողջ ընտանիքի ապահով նավահանգիստը։ Կարինեն քեզ ուղարկեց մեզ մոտ։ Ես դրանում կասկած չունեմ։ Բայց այն, ինչ սկսվեց որպես խոստման կատարում, վերածվեց շատ ավելի մեծ բանի։ Էդգարը ծնկի իջավ նրա առջ, գրպանից հանելով կապույտ թավշե փոքրիկ տուփ։ Անահիտ Սարգսյան, դու իմ երեխաներին կյանքի վերադարձրիր։ Դու ինձ կյանքի վերադարձրիր։ Դու մեզ սովորեցրիր, որ հնարավոր է նորից սիրել կորստից հետո, որ հնարավոր է ընտանիք կառուցել այնտեղ, որտեղ նախկինում միայն ցավ կար։ Արցունքները սկսեցին հոսել Անահիտի դեմքով։ Ես քեզ սիրում եմ, շարունակեց Էդգարը, բացելով տուփը բացահայտելով պարզ ու էլեգանտ ադամանդե մատանին։ Սիրում եմ այնպես, ինչպես երբեք չէի մտածում, որ հնարավոր կլինի նորից սիրել։ Կամուսնանաս ինձ հետ։ Կուզես, որ մենք պաշտոնականացնենք այն, ինչ արդեն ենք, մի ընտանիք։ Անահիտը նայեց Գաբրիելին ու Միքայելին, որոնք ուրախ խաղում էին մարգագետնի վրա, հետո նայեց իր առջ ծնկի իջած Էդգարին, զգաց, որ սիրտը լցվում է մի երջանկությամբ, որը երբեք չէր պատկերացրել, թե հնարավոր է։ Էդգար, ես էլ եմ քեզ սիրում։ Ես ձեզ երեքիդ ավելի շատ եմ սիրում, քան իմ սեփական կյանքը։ Այո, ես ուզում եմ ամուսնանալ քեզ հետ։ Ես ուզում եմ լինել Գաբրիելի Միքայելի մայրը։ Ես ուզում եմ, որ մենք իսկական ընտանիք լինենք։ Էդգարը մատանին սահեցրեց նրա մատին, նրբորեն համբուրեց նրան, կնքելով սիրո մի խոստում, որը ծնվել էր ցավից, բայց որը կվերածվեր անսահման ուրախության։ Գաբրիելն ու Միքայելը, կարծես հասկանալով պահի կարևորությունը, սկսեցին թոթովել ծափ տալ, մեծահասակներից հուզված ծիծաղ կորզելով։ 3 ամիս անց, հունվարի մի արոտ շաբաթ օր, Էդգարն ու Անահիտն ամուսնացան առանձնատան այգում կայացած մտերմիկ արարողությամբ։ Գաբրիելն ու Միքայելը, այժմ գրեթե 1 տարեկան, ծառայեցին որպես փոքրիկ ազաբբաշիներ, Հռիփսիմեի գրկում տարվելով դեպի ծառերի տակ տեղադրված իմպրովիզացված խորանը։ Արարողության ընթացքում Էդգարը զգաց Կարինեի ներկայությունը, որպես նրա դեմքին դիպչող մեղմ զեփյուռ, վստահ էր, որ նա այնտեղ է, ժպտում է, տեսնելով այն ընտանիքը, որը նա օգնել էր ստեղծել իր մարգարեական նամակի միջոցով։ Ես, Էդգար, ընդունում եմ քեզ, Անահիտ, որպես իմ կին, ասաց նա, նայելով այն կնոջ աչքերին, ով փրկել էր իր ընտանիքը։ Խոստանում եմ սիրել, հարգել, խնամել քեզ ոչ միայն որպես կին, այլ որպես մեր երեխաների մայր։ Ես, Անահիտ, ընդունում եմ քեզ, Էդգար, որպես իմ ամուսին, պատասխանեց նա հուզված ձայնով։ Եվ խոստանում եմ սիրել Գաբրիելին ու Միքայելին որպես իմ սրտի զավակներ, միշտ հարգելով Կարինեի հիշատակը, ով ինձ ուղարկեց խնամելու այն, ինչ նա ամենաշատն էր սիրում աշխարհում։ Երբ նրանք համբուրվեցին, կնքելով միությունը, Գաբրիելն առաջին անգամ բացականչեց մամա, ստիպելով ամբողջ փոքրիկ հավաքին հուզմունքից արտասվել։ Այդ գիշեր, երբ երեխաները վերջապես քնեցին իրենց օրորոցներում, Էդգարն ու Անահիտը նստեցին պատշգամբում, դիտելով աստղերը, խոսելով ապագայի ծրագրերի մասին։ Հավատո՞ւմ ես, որ Կարինեն իսկապես այս ամենը պլանավորել էր, հարցրեց Անահիտը, փարվելով ամուսնու կրծքին։ Ես հավատում եմ, որ իսկական սերը գտնում է հավերժանալու ուղիներ, պատասխանեց Էդգարը։
Կարինեն գիտեր, որ մենք քո կարիքը կունենանք։ Եվ գիտեր, որ դու էլ մեր կարիքը կունենաս։ Երբեմն ինձ թվում է, թե դեռ կարող եմ զգալ նրա ներկայությունը, խոստովանեց Անահիտը։ Կարծես նա դեռ հոգ է տանում բոլորիս մասին։ Նա հոգ է տանում։ Եվ միշտ կտանի։ Կենտրոնի առանձնատունը, որը մի ժամանակ լուր դամբարան էր, այժմ նորից թրթռում էր կյանքով, ծիծաղով, սիրով։ Գաբրիելն ու Միքայելը մեծանում էին քնքշանքով շրջապատված, ապահով իրենց ծնողների սիրով։ Էդգարը վերագտել էր երջանիկ լինելու իր կարողությունը։ Անահիտը վերջապես գտել էր այն ընտանիքը, որը փնտրում էր ամբողջ կյանքում։ Եվ ինչ-որ տեղ, այդ պատերում պահպանված հիշողություններում, Կարինեն ժպտում էր, իմանալով, որ իր սիրո վերջին արարքը հաջողվել էր ճիշտ այնպես, ինչպես նա երազել էր։ Կյանքս մեկ անգամ ապացուցել էր, որ իսկական սերն անխորտակելի է, որ նույնիսկ ամենացավալի հանգամանքներում միշտ տեղ կա նոր սկիզբների, նոր երջանկությունների համար։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Էդգարի, Անահիտի, Գաբրիելի, Միքայելի պատմությունը խորապես հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք սիրո, կորստի վերածննդի այս ճանապարհորդությունից, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք մեր ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք բերում ենք այսպիսի ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային սրտի ամենագեղեցիկ փոխակերպող կողմը։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը, մեկ պատմությամբ, որը ձեզ կստիպի հավատալ իսկական սիրո ուժին։